Եկան գողացին ինձ այստեղ բերին 26 հոգու մեջի մեկի 15 տարեկան 60 թվի ձմեռն էր այսօրվա պես մի ցուրտ ու սառնամանիկ օր Նորաշենցի շիկահեր գեղեցկուհուն դպրոցի ճանապարհից փախցրին ու հարս բերին սառչապետ ճամփին սառնամանիքը ոսկոր էր կտրում բայց անտերները ցրտին չնայեցին կոլխոզի 66-ը գցեցին ու հայդե սառչապետ Ռոզիկն էլ լուր նստած ատամները սեղմած մտածում էր թող տուն հասնեմ մնացածի հետ կհարմարվեմ ինքը հարմարվեց դու ասա այսօրվա հարսներն իր նման հարմարվեն Չէ մի չէ եկած տեղը փորբացն են ասում է տատն ու ձեռքի հետ էլ գովում այսօրվա համեստ ու քաղցրալեզու հարսներին Քաշին պատերդին եմ գավանիր պատերդին հանգած բերանիստի մի բարելա սենց քեզ սենց հուբ գիտան Էդեն դար չէ արջևադանոր այդքանիսնի հետ ապրենք Հիմա կազան իրանցի հետ յոլա չներ տա բալաջան Ոյ կա լավուվատ բալաջան Կա լավ ծնողի ճիշ կա Bueno լավ ծնող ունի Ընդրերախ են լավը Ընձ երկու հարս կա Մեկն են տեղսիբին է Մեկն էլ էստաներ հետևն է մի են շենք նոր կա Հոդա Ռոզիկ են տեսակ մարդա, որ համ լավը կասի, համ էլ վատը։ Լավը տեսնի գովում է սրտանց, վատը տեսնի չի ծածկում, ասում է ինչ կա։ Բերանը մեղր չի դնում, բայց սուտել չի խոսում։ Այդպիսին է Ռոզիկի ինչ սրտում է, նույնն էլ բերանին։ Դրա համար էլ չի քաշվի ու իր նման թոշակառուների թոշակը 2 կոպեկով ավելացնելուն դեմ կառավարությանը ու կասի։ Տեսար իրգուն ինչ տվեց տելևիզոր։ Պարլամենտի շենք 3 հոգի Գուզեն նոր թոշակն ավելացուն էլի այստեղի ժողովուրդի թոշակ 10,000-ով Փաշինյան յաքսը ինչ կենին է դուք թոշակ քո արի փչկավի դու միլիոնի վրա նստու այդ 35,000 դրամն ինչ կենը թոշակարուն տեղին տա ջրին տա գազին տա ուրաբրելուն տա ինչին դեդ 45,000 դրամ Գյուղի ասող խոսող տատ արդեն քանի գիշեր է բաց աչքով է լուսացնում։ Գիշերը գալիս է, բայց քունը չի գտնում։ Մտքերը գլխում պտտվում են սիրտը անհանգիստ, դարդը ծանր ուսերին։ Աշխարհում արդարություն չկա, ասում է ու խոր շունչ քաշում։ Իր համերկրացի Կարապետյանը կալանքի տակ է հիմա էլ առողջական խնդիրներ ունի։ Տատն իր աչքով է տեսել, թե ոնց է մարդը մաշվել։ Շատ բան է տեսել կյանքում, բայց այս անարդարությունը սիրտը քանդել է։ Լույսը բաց աչքով է դիմավորում, սպասելով, որ մի օր արդար Խոսքը իր տեղը կգտնի, իր աչքն էլ կկպչի։ Ձևի մարդուն պետք է բերին կողին կալանքի տակ։ Այդ ձևի մարդուն, այդ բարերար մարդուն, բալաջան։ Հետո բերին տուն մինակ կնգայի այդ միլիսեկ դրամ ռեն կայնուգեն կիշեցերը տվես տելևիզորով։ Մինակ կնգայի այդ շպեր, ոչ մի երեխի հետ չշպե։ Հետո ընգավ տամեշ, իր տամեշն ընգավ թոկա բորբ։ Բերին հիվանդանոց, հիմա հիվանդանոցն է, բուժում եկեն տվի նշան սիստեմաներ միացուկ, օյսի ապսուեսի դա մարդն որ ընգավ ծիրծիրնի, սա հաշրկին բարերարություն կեներ էդ մարդ, ինდა գյուղն էդ խարակիլի սայ մեղերիք, տեսնես ինչ է շիկեց, դաժի կրիշնի էլ է տվեց, իչուցի էլ թաժային է, լրիվ թաժա, Շատ մտածիմ, շատ բալաջան, որովհետև ինք բարերար մարդ էր։ Աշխարհը փոխվել է, խառնվել է, սուտ ուղորթը չի հասկացվում։ Լսել է, որ Փաշինյանը խաղաղություն է ուզում բերել, բայց այդքան էլ չի հավատում խաղաղությանը։ Ուր է թե լինի ինքն էլ այնքան ապրի, որ տեսնի։ Առայժմ մենակ Արցախի կորուստ է տեսել ու այնտեղից մազապուրց փախած հարևաններ, որոնք տատին մեկ-մեկ օգնում են փայտ ջարդելու ու այլ գործերում։ Օգնողն էլ մարտունեցի Գավրուշան է, որ մեծ ընտանիքով տեղափոխվել Սառչապետ, ապրում են հազիվ ծայրը ծայրին հասցնելով 5 երեխա կա տանը, մեկին շոր է պետք, մյուսին մի բան, այդպես ասում է մի կերպ ապրում են։ Ես թոշակ ստանում եմ, առաջեն 50 տալիս էին, ես իմ 30-ին տալի սրանք ոնց չկա։ Դե պրոդուկտա բանա Սամվել Կարապետյանն է, այն մարդը նալի գալու օրվանից Ամսակամի մեջ կարտուլա, բրինձա, վերմիշիր, մակարոն, եսիմ, ոսպա, ամեն ինչով ապահովել ես լոր մարզենքը։ Սառչապետը բարեկամ Վրաստանի սահմանին է, բայց այստեղ էլ առկա են բոլոր այն խնդիրները, որոնք հատուկ են սահմանամերձ բնակավայրերին, արտագաղթ լքված տներ, անհույս մարդիկ, բայց քիչ են նաև լավատես ու հող ու ջրին կպած մարդիկ։ Պարոն Ֆելիքսը գյուղի խոշոր ֆերմերներից է, մեծ ընտանիքը պահելու միջոց գտել է անասնապահությունը։ Ճիշտ է անասուններն առել է վարկով, բայց վաճառում վարկն էլ է փակում, իրենք էլ են ապրում։ 14 հատ էր,
Երեք ճառաճոր երկու վաճառել եմ, երկու ցուլիկ մեծ։ 2,300,000 դրամի։ Ինչ եք անելու գումարը։ Վարկ ունի, փակեմ ինչ բանեմ, վարկով ենք ապրում։ Բանասուներին կեր ենք առնում, խտացված կեր ենք առնում։ Բայց գյուղում ոչ մի բան չկա։ 5 երեխեք ունենք, թորնիկներ ունեմ։ Հեշտ է պահելը։ Մենակ ես եմ թոշակ տանը ստանում, ուրիշ ոչ մի կոպեկ մեր տանը չի մտնում։ Ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է, դրա համար էլ շատացնում է, առայժմ ստացած եկամուտով ապրում են, իսկ ապագայում պլաններ ունեն կիսակառույց տունը բարձրացնել, քանի որ 9 հոգանոց ընտանիքն ապրում է փոքր տանը։ Բայց կիսատ մնաց փողերը բանկում դրված է որ տուն սարքենք, այդտենց էլ մնաց գնաց կորավ, տուն էլ մնաց կիսատ, հիմա էլ չենք կարող սարքենք։ Այդքան գումարել չենք կարող ստեղծել անասնապահությամբ։ Հա, փոքր 3 սենյակ սարքել ենք ժամանակավոր, որ հենել այդտեղ մնացինք։ Տեսնենք արունակ փորձենք մի հարգոյնա բարձրացնենք մեր ուժերով։ Շատ ենք 5 երեխա, ես ու Տիգինս, հարսն ու տղեն։ Լավատեսության հույս չեն թողնում վարկերի տոկոսներն, ասում է ֆերմերն ու ներկայացնում իր հաշվարկները։ Ստացած եկամտի մեծ բաժինը թողնում է բանկերում ու տուն գալիս, ասում է։ Տոկոսները շատ թանկ է։ Չի կարելի մարդիկ եթե փող ունենան էլ խի են գնում վարկ վերցնում։ Վարկ վերցնում են որ մի հոգս հոգան, չէ, մի դարդու ցավի բան անեն։ Խոդի աշխատանքները ցորենի ցանելն է, հնձելն է, հավաքելն է, բերել, ամեն ինչ թանկ է մեր մոտ, ամեն ինչ։ Դրա համար մարդիկ ձեր չի տալիս, չեն անում։ Սա է գյուղի կյանքը, չգիտեմ։ Գյուղում մարդ համարյա գրեթե չի մնացել, երիտասարդ ընտանիքները գնում են Ռուսաստանի Դաշնություն, ով գնում են տեղ բարեկեցիկ նորմալ կյանքով ապրում են, հա, աշխատում են, արարում են, աշխատանքը աշխատում ապրում են։ Պետությունը պետք է հոգ տանի հատկապես գյուղի ու գյուղացու մասին, շարունակում է պարոն Ֆելիքսը։ Եթե այսպես շարունակվի, գյուղում մնացող չի լինի։ Եղած ջահերներն էլ կբռնեն քաղաքի ճամփան, աշխատանք, պայման, մի քիչ հույս գտնելու համար։ Առանց աշխատանքի, առանց աջակցության գյուղացին կամաց կքաշվի, իսկ գյուղերը կդատարկվեն։ Պարոն Ֆելիքսն ասում է, որ եթե այսօր գյուղացու կողքին չկանգնեն, վաղը ուշ կլինի։ Գյուղը պահողը մարդն է, իսկ մարդը պետք է զգա, որ իրեն մենակ չեն թողել։ Հակառակ դեպքում ճանապարհը մեկն է՝ քաղաք, իսկ գյուղը կմնա լուռ ու դատարկ։ Գյուղի մարդկանց բոլորովին ուշադրություն չեն դարձնում, սենց չի լինում։ Մենակ քաղաքով խո չի, գյուղն է քաղաքին կերակրում, չէ։ Բաներ կան, որ մարդիկ գյուղացին անասուն պահում է, գալիս են դրսի առևտրականները շատ էժան գնով առնում տանում են։ Կատը արդադրում են, հավաքողն ավելի շատ է աշխատում, քան ստակ արդադրողը։ Որտեվ կառավարությունը մի բան պետք է որոշի, մտածի, որ գյուղացին էլ մի քիչ օգուտ ունենա։ Սարչապետի հարևանությամբ հայ-վրացական սահմանին ավելի մոտ է ջավախահայերով բնակեցված Արցնի գյուղը։ Տեղը գեղեցիկ է, մարդիկ աշխատասեր, բայց գյուղ հասնելը հեշտ բան չէ։ Ճանապարհը հաղթահարելը իսկական փորձություն է, փոսերով քանդված տեղ-տեղ անցանելի։ Գյուղում չկա խանութ ու քանի որ ճանապարհն անցնելն ու տաշիր հասնելն էլ իսկական փորձություն է, դրա համար էլ ոնց սիրում է ասել Տիկին Սուսանը, այստեղ ամեն ինչից մարդիկ բոլ-բոլ են առնում։ Նկուղը բացեց պարկով մակարոնեղեն, ալյուր ու պահածո, ամեն ինչից շատ։ Խանութ չունենք вообще, գնում ենք կողքի գյուղ Սարչապետ, կամ Կալնո, եթե գնում ենք ընդեղից ենք առևտուր անում, դե ես միշտ սախ մեջոկներով։ Դուրում ամեն անգամ չեմ մեջ տա։ Այս Facebook-ի մեջ կա այդ 40 կիլանոց բանեն որ կծախեն, մակարով բան, այս բաներ կգնեմ, մեկի ծախ կլուծեմ, ալուր Պեսոկ էր, մեշոկով ծախ։ Դուրմանի շուտ չենք եշտակա։ Թոշակից թոշակ եշտամ, դե կրետիտ ունինք, վարկ ունինք, կմուծեմ դրանցով ու ետքու կա։ Այդ է մերը։ Անասուն ունինք, 4 հատ կտուկով ունինք, 4 հատ տարեկան հորտեր ունինք, հավեր ունինք, բադ ունինք, այդոնցով յոլակ եշտակ։ Ամեն ինչը մենք մեր ձեռքով։ Հացը թխում ենք, ոստանից ամեն ինչը պայսավորում ենք, ասենք միայնակ այդ մակարո բանի կարիքներից
մեկ է կողպե, կանպե, պես բաներից էլի խանութից կօգտվենք, թե չէ, մեկ էլ բաներից չէ։ Արցունին լոռու թերևս միակ գյուղն է, որտեղ հացը դեռ թոնրի մեջ են թխում։ Այստեղ հացը պարզապես ուտելիք չէ, այլ գյուղի առօրյայի մի մաս, ավանդույթ, որ սերնդեսերունդ պահպանվել է։ Վերջերս մեր տեսանյութերում ցուցադրել էինք Արցունիի հացթուղ կանանց, տեսանյութերից հետո շատերը հայտնի են դարձել, բայց այդ հայտնիությունից բոլորը չէ, որ ոգևորված են։ Հիմա ամաչում են տեսախցիկի առաջ խոսել։ Իրենց համար հաց թխելը սովորական աշխատանք է, ոչ թե ցուցադրություն, ասում են։ Բայց ասել խոսելուն դեմ չեն կանանց գործին հետևող տղամարդիկ, որոնց մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներ կամ ինչպես էստեղ են ասում, խոպանչիներ են։ Օգուտը որն է, դերում ենք ընդեղից կոպեկներ, մինչև հետ գնալը չի երիկում։ Նորից պարտկով, նորից գնում ենք, նորից է դա էլ կրկնություն։ Անասուն ենք պահում երկու հատ, դրանով յոլա են գնում, այսինքն։ Եթե չգնաք չի լինի։ Չէ, եթե չգնանք գործ է պետք, ոնց կեր։ Երեխա են սովորել են ուզում, աշխատանք պետք է, ես ինչ գիտեմ։ Հագնել են ուզում, ուտել են ուզում, չենք կարող։ Չգնալու մի տարբերակն անասնագլխականակը շատացնելն է, հարցնում եմ զրուցակցից, որը սակայն հակադարձում է, որ սահմանին մոտ շատ անասուն պահելը հեշտ գործ չէ։ Անցավ, շեպրզավ, մերը չի։ Քանի հատ ա եղել, քանի հատ կտու տարանով, գողացանով ես։ Սամանամեր գյուղը, սեդից մդից էլի օգուտ չկա։ Արցունին կարծես մի կողմ քաշված մնացած լինի, եթե ճանապարհ չկա, զարգացում էլ դժվար է լինում, բայց մարդիկ համբերատար են, հողից չեն կտրվում, գյուղը պահում են սպասելով, որ մի օր ճանապարհը կդառնա ոչ թե փորձություն, այլ սովորական անցուդարձի միջոց։ Արցնեցիները հիմնականում Ջավախքի Բոգդանովկա գյուղից են եկել, իրենց հետ բերել են այնտեղի համն ու հոտը կենցաղը, սիրել են նաև այս գյուղը, կապվել հողին ու մնացել, չնայած դժվարություններին։ Նրանք ապրում են լավատեսությամբ ու սպասում, որ մի օր պետությունը դեմքով կշրջվի դեպի իրենց գյուղերը, առհասարակ դեպի գյուղացին, կխթանի հողագործությունը, կհեշտացնի սահմանային խնդիրները, կբարեկարգի ճանապարհներն ու մյուս ենթակառուցվածքները։ Այս մարդիկ մեծ բան չեն ուզում են աշխատել իրենց հողի վրա, ապրել ու վստահ լինել վաղվա օրվա վրա։ Մինչ այդ շարունակում են ապրել համբերությամբ, պահել գյուղ ու հավատալ, որ իրենց սպասումը զուր չի լինի։ Մերի Կոլորյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։